Բարի երեկո հարգելի հայրենակիցներ, Պարոն Հովակիմյան, այսօր իմ գործընկերները տարբեր քաղաքական ուժերից բավականին երկար և հանգամանորեն խոսեցին ամենակարևոր թեզի մասին, որը կարծում եմ պետք է հիմնաքարային ու սկզբունքային լինել բոլորիս համար։ Խոսքը մեր ընտրողների ընտրելու իրավունքի իրացման մասին է։ Դեկլարատիվ ու այսպես անպատվորվող շատ հայտարարություններ այս օրերին հնչել են, ու այսօր էլ ես դահլիճում հնչեցին ձայնի կարևորության և ժողովրդավարության մասին, բայց այն ինչ այս օրերին վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի է ունենում, ընդհանրապես որևէ առնչություն, օրգանական առնչություն չունի ընդհանրապես լեգիտիմ գործընթացների հետ։ Աշխատանքի բերումով վերջին 20 տարիներին պարբերական առնչություն ունեցել եմ ընտրական գործընթացների հետ ու կոնկրետ այս ընտրությունների կազմակերպման առումով ու նաև արձանագրված այսպես խնդիրների բարձրաձայնման անտեսման մասով սա այս ընտրությունները թերևս ռեկորդակիր էին։ Հիմա ինչ վերաբերվում է մեր ներկայացրած դիմումին, որը այսօր է ներկայացվել կենտրոնական ընտրական հանձնաժողով, մենք փորձեցինք այդ տեղեկատվությունը ձեզտեղ հասցնել, որ վարչական դատարանի վարույթով էր պայմանավորված, որովհետև հակառակ պայմաններում դառնում էր ինքնանպատակ այդ դիմումի ներկայացումը։ Ինչ ենք մենք պահանջում այդ դիմումով։ Դուք արդեն իսկ ընտրությունների ամփոփման նախագծի մեջ ընթերցելով մի քանի տեղամասերում ընտրությունները անվավեր ճանաչելու ձեր որոշման մասին կետը, նշեցիք, որ այդ տեղամասերում, մասնավորապես 10-ի կոտրակ 51, 35 կոտրակ 65 տեղամասերում ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ ձեր որոշումը, ԿԸՀ-ի որոշումը էական ազդեցություն և ներգործություն չի ունենում ընտրությունների արդյունքի վրա։ Ես իրոք ուզում եմ հարց տալ ձեզ, դուք իրոք այդպես եք մտածում, որ այս տեղամասերում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելը որևէ էական և գործուն ազդեցություն չունեն ընտրական արդյունքների ամփոփման վրա։ Բացի նրանից, որ այստեղ ոտնահարվում է 3000-ից ավել ընտրողների իրավունքը, մարդիկ գնացել են քվեարկել են տարբեր քաղաքական ուժերի օգտին։ Եվ այստեղ կոնկրետ սկզբունքային հարց է առաջանում Բարգավաճ Հայաստան կուսակցության օգտին քվեարկած ընտրողների ձայների այսպես անվավեր ճանաչելը, որը մաթեմատիկական պարզագույն հաշվարկի դեպքում ձեզ թույլ է տվել հասկանալու, որ այդ դեպքում Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի հաղթահարում շեղում։ Կարծում եմ սա բացարձակ արհամարանք է մեր ընտրողների ընտրելու իրավունքի նկատմամբ և նրանց այդ իրավունքի վերականգնումը կարծում եմ առաջին հերթին հենց պետք է կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջնահերթությունը լինել։ Մենք մեր դիմումով առաջին հերթին պահանջում ենք 10 կոտրակ 51, 35 կոտրակ 65, 12 կոտրակ 13 տեղամասերում անցկացնել վերաքվեարկություն, հակառակ պարագայում ազգային ժողովի ընտրությունները ճանաչել անվավեր և ընտրությունների վերաքվեարկություն նշանակել։ Կարծում եմ այս դիմումը դուք դեռ քննարկելու ժամանակ ունենաք, մենք նաև մյուս իրավական ճանապարհներով գնալու ենք։ Հիմա ուզում եմ հարց, քանի որ գիտեմ այդ հարցի պատասխանը, բայց օգտվելով ընձեռված հնարավորությունից ուզում եմ հարցնել կենտրոնական ընտրական անդամներից յուրաքանչյուրի կարծիքը այս կայացված որոշման հետ կապված, որովհետև այս դահլիճում ներկա մարդկանցից յուրաքանչյուրը վերջին ժամերի ընթացքում անընդհատ ականատես է լինում մի որոշման, որ դուք, պարոն Հովակիմյան, միանձնյա կայացնում եք որոշումներ։ Հիմա ուզում եմ հասկանամ, այն, որ այս տեղամասերում ընտրությունները անվավեր ճանաչելու վերաբերյալ հարցը որևէ էական նշանակություն չունի ընտրությունների արդյունքների վրա։ Էական նշանակություն չունի այն հարցի վրա, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ներկայացված կլինի խորհրդարանում, թե ոչ։ Այն, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության խորհրդարանում ներկայացված լինելու դեպքում փոխվում է ազգային ժողովի քանակային համամասնությունը։ Արդյոք դա էական ազդեցություն չի ընտրական գործընթացի վրա։ Ես հիմա տեսնում եմ ձեր դեպքերը։ Ձեզանից շատերին ճանաչում եմ անձնապես և որոշակի շփում առնչություն ունեցել ենք։ Ես իրոք ցավում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը հիմա ստիպված է լսել դրսից հնչող ամոթ բանկարկումները։ Ցավում եմ։ Եթե կա այդ պատասխանը,
Եվ հղում չաներ, թե կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոլեգիալ մարմին է։ Ձեզանից յուրաքանչյուրը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ունի սեփական կարծիքը։ Արդյոք այս տեղամասերում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելը էական ազդեցություն չունեն 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ելքի եւ հանգուցալուծման վրա։ Գիտոնը ներողություն նաև խնդրում եմ հարցնել, որ եթե սա էական ազդեցություն չունի, որն է համարվում Ես եզրափակում եմ իրականում։ Եզրափակում եմ, որովհետև այս դեպքում որքան էլ շատ է ասելիքը, բայց այսպես ցանկությունն է փոքր, ցավոք սրտի։ Բայց այնուամենայնիվ կուզենայի ձեզնից հենց ձեր գլխավորությամբ, պարոն Հովակիմյան, ո՞րն է էական ազդեցությունը, եթե ընդամենը 200 ձայնի այսպես համամասնությամբ դուք զրկում եք Բարգավաճ Հայաստան կուսակցությանը կամ քաղաքական որևէ այլ ուժի, այս դեպքում Բարգավաճ Հայաստան կուսակցության օրինակն եմ մատնանշում։ Միտումնավոր հետևողական կերպով զրկում եք խորհրդարանում ներկայացված լինելու հնարավորությունից։ Խնդիրը այստեղ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացվածության մեջ չէ։ Խնդիրը այստեղ այն իրավական մանիպուլյացիաներն են ու թվաբանական մանիպուլյացիաներն են, որոնք հետևողականորեն օրերի ընթացքում իրականացվել են եւ հիմա շարունակվում են իրականացվել։ Ես ուզում եմ հավատալ, որ դուք դեռևս նախագիծն եք ընթերցում, որի հետ կապված վերակվյարկություն իրականացնելու մասով, ձեր նախագծի մասով, կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներից գոնե մեկը ունենա վերապահում եւ այնուամենայնիվ այդ քաղաքացիների 3000-ից ավելի մեր քաղաքացիների ընտրելու իրավունքը կիրացվի։ Իրականում կարծում եմ սա յուրաքանչյուր հայ մարդու ցանկությունը պետք է լիներ։ Հակառակ բարակայում այդ խարանով ստիպված եք լինելու ապրել ձեզանից յուրաքանչյուրը։ Շնորհակալություն Տիկին Տոնյան։ Պարոն Գրիգորյան, ձեզանից Այս հարցին պատասխանը։ Հարցի պատասխանը կենտրոնական ընտրական հանձնաժողով հարգելի լիազոր, դուք կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձեր հարցերի պատասխանը կստանաք որոշումով։ Դուք չեք կարող գալ նիստում պարզաբանում պահանջել։ Ձեր որոշումով հարգելի կենտրոնական ընտրական հանձնաժողովի Դուք ում եք, դուք ով եք ինչ։ Մահապատ սահմանադրական իրավունքը ընտրելու և Հարգելից դուք ով եք ինչ իրավունք եք։ Յորեք ինչ եք միջամտում նիստին։ Եվ ոչ ոք մեղավորչի, որ տեղամասում ընտրությունները կազմակերպել։ Ում լիազորն եք դուք։ Ես Բարգավաճ Հայաստան կուսակցության լիազոր եմ։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը քանի լիազոր ներկայացուցիչ ունի։ Մի փաստաբան 3 լիազոր։ Հասկանում Ես ուղղակի քարտուղարություն, ես որտեղ Տիկին Տոնյանին եւ Տիկին Դավթյանին ես կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեսել եմ։ Լավ, համեցեք, դե Տիկին Ջուլիետին համեցեք։ Շնորհակալություն։